հիշեցնել ոնց է մտածում պետք է համակերպենք այդ ամենը, Չէ իրավիճակը սրողներից այսինքն հայտարարություններ եք անում, ինչ որոնք հայտարարություններ։ Երբ որ ասել եք հայ ժողովուրդն է ընտրում հայոց հայրապետին, խնդրում եմ ասեք թե երբ է հայ ժողովուրդը ընտրել հայոց հայրապետին։ Դա նշանակում է վիճակը սրել։ Չէ, դուք նաև ասում եք Գյորմամիշ, դուք նաև ասում Դա եղել է պարզ, հստակ հակադարձում նույն բառով, ինչ որ կրկնել է, ասել է իրենց առաջնորդը։ Ավել եւ ոչ մի բառ ես իմ կողմից չեմ ավելացրել։ Հիմա ինչ կարող ենք ասել, որ պայմանավորվածությունը խախտվեց եւ падգամավորը Հիմա կփորձենք բնականon հունով մեր աշխատանքները շարունակել, հուսալով, որ առաջիկայում այլևս նման օրինակ դեպքեր չեն կրկնվի։ Մեծ հույսով, որ չեն կրկնվի, բայց երաշխավորել դրա դիմաց բնականաբար ես չեմ կարող։ Պարոն Ղազարյան պարզապես հիշել էր իր զոհված ազգականին եւ միշտ ըմբռնվում են, չէ՞, մոտենում զոհվածների, հարազատների, գնահատականների։ Դուք ոնց եք պատկերացնում, քանի падգամավոր կա, ամեն падգամավոր մոտենա ամբիոնից խոսալուց։ Հիշի իր զոհված ազգականներին, հիշի օրինակ հանրապետականի իշխանության օրոք կամ Քոչարյանի իշխանության օրոք տուժած իր հարազատներին պետք է վիրավորանք հնչեցնի այդ նստածների հասցեին։ Չեմ կարծում դա սխալ մոտեցում է։ Ու մարդիկ պետք է սովորեն իրենց էմոցիաները զսպել։ Պարոն Չախոյան, սա էմոցիաները չզսպելու օրդում էր, թե միտումնավոր արված հայտարարություն։ Ես չեմ ասել քաղաքական սադրանք։ Հարգելիներս, ես ոչ մեկի համար ոչինչ չեմ կարող երաշխավորել, առավել եւս ընդդիմության համար, որը մոտենում է։ Չենք կարող երաշխավորել, թե որ պայն ինչ պահվածք կդրսևորեն, թե ամեն ինչը միտումնավոր էր, թե ոչ, բնականաբար չենք կարող ասել։ Ես հիմա խնդրում եմ կներեք ինձ, պետք է մտնեմ դալիճ։ Շնորհակալ եմ։